Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից երևույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը։ Ես զարմանում եմ ոնց եք դուք կարողանում ակնհայտ կարդում եմ, մեջբերում եմ, գաք ասեք տենց չի էլի։ Համեցեք պարոն Կոնջոյան։ Ես հարգելի գործընկերներ, ես մեջբերումների պատերազմը կթողեմ անցյալի վերաբերյալ անցյալում, բայց կվերադառնամ ներկա։ Այդ բանին անկախությանը դեմ կողմ լինելու եւ համատեքստում եկեք ընդամենը հիշենք նախորդ տարվա մի այդ էլի Հայաստանի անկախությանը դեմ մի շռնդալից բան 004 շրջաբերականը ժողովուրդ ջան։ Եկեք ինչ է գնացել ընկել 88 տիվ 91 տիվ 94 տիվ 004 դաշնակցության 004 շրջաբերականը, որ ասում է, որ մեր շահերի չի բխում, որ Հայաստանը ունենա սահմանազատված սահման։ Ռոբերտ Քոչարյան դաշնակցության ղեկավար, ոչ պաշտոնական ղեկավար, առաջնորդը, որ ասում է չի բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարա դառնա միութենական պետության անդամ։ Վարդանիկը, դաշնակցության սիրելի Վարդանիկը դաշնակցության եւ Ռոբա Սերժական ուրեմն շրջանակների կողմից քաղաքապետ դարձած կոչ է անում եւ հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա միութենական պետության անդամ։ Բակներեք, անկախության դեմ լինելը պոզով պոչով է լինում։ Բա անկախությանը դեմ եք, ինչ 91 թիվ, ինչ 88 թիվ, հիմա հենց այս վերջին տարիներին, ձեր բոլոր գործողությունները անկախության դեմ են եղել, ժողովուրդ ջան, կամ ասենք մարդիկ մոռացել են, որ նույն 90-ականներին բան էիք անում դուք, պատերազմի ժամանակներում դուրս էիք եկել փողոց, բան էիք անում, պահանջում էիք նախագահի հրաժարականը, հիմա էլ որ եկել ասում եք հաղթած նախագահներ, բայց հաղթած նախագահի հաղթանակի ժամանակաշրջանում ոնց եք դուրս գալիս փողոց պահանջում իշխանության հրաժարականը։ Միշտ էլ եք եղել ժողովուրդ ջան, այո, կողմը լալով դեմ եք եղել, դեմը լալով կողմ եք եղել, բայց ընդհանուր առմամբ միշտ, գրեթե միշտ դեմ եք եղել Հայաստանի Հանրապետության անկախությանը, որովհետև ես մի քանի անգամ ասել եմ, դաշնակցության ինքնությունը խարսխված է պետականություն չունենալու փաստի վրա, որպեսզի դուք անվերջանալիորեն ազատագրական պայքարի մեջ լինեք։ Հենց որ ազատագրում եք ունենում եք պետություն, դաշնակցությունը փլվում, ասում են, բայց մի րոպե, բա հիմա ինչ ենք անելու, պարապենք մնալու։ Հետևաբար պետք է հետ գաք ու պետություն չլինի, որ էլի դուք շարունակեք ազատագրվել, գնաք Սփյուռքից փող հավաքեք, որպեսզի փող բանանեք, տանեք, կամավորական ջոկատներ կազմեք, այդ փողի կեսն էլ դնեք ձեր ջեբը։ Ու հետո էլ Արարատին նայեք ու լացեք, էս է։ Ավարտեք, պարոն Կոնջոյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։